Վահան Կարապետյան, արդեն Սամվել Կարապետյանը տանն է, ԱԱԾ1-ից տեղափոխվեց, նախ սպասելի էր արդյոք ձեզ համար մի փոքր զգացողություններ։ Ճիշտ որ ասեմ, սպասելի չէր այդքան, ու բոլորի համար մեր հանրության համար էլ, ու դրանով շատ նաև ուրախալի էր, ու դուք գիտեք, տեսել եք երևի, որ շատ տեղերում իրադարձություններ են տեղի ունենում, օրինակ Տաշիր քաղաքում հրավառություն են մարդիկ կազմակերպել տարբեր տեղեր էլի, շնորհավորանքներ ենք ստանում, շատ ոգևորված ենք մարդկանց վերաբերմունքից ու այն աջակցությունից, որը զգում ենք։ Մասնակի է բավարարել դատարանը, տնային կալանքի տակ է մնալու Սամվել Կարապետյանը, նաև գրավի մասին էր խոսվում, տեղեկությունն է գրավի չափը ինչքան է։ Գրավը կա տեղեկություն, գրավը բավական մեծ է, շատ մեծ գրավ են կիրառել, նաև սահմանափակել են բոլոր տեսակի կոնտակտները, անգամ ինձ հետ, ընտանիքի շատ նեղ շրջանակ է թույլ տված։ Դուք ևս իրավունք չունենք, ոչ։ Կինը, երեխաները։ Այո, բայց ես մի բան եմ ուզում ասեմ, սա առաջի քայլն է, սա մեծ քայլ է, մեր ոչ թե առաջի, այլ շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար, մեր այն հաղթանակի համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը, որի համար պայքարում ենք բոլորս։ Ու այս քայլով մենք պետք է գնանք, մենք պետք է հասնենք այն հասարակությանը, այն երկրին, որտեղ տեղ չկա պառակտմանը, որտեղ համախմբություն է լինելու, համախմբված հասարակություն ենք ունենալու եւ որտեղ մեր երկիրը մենք զգալու ենք որպես ուժեղ երկրի քաղաքացի մեզ։ Այս ամբողջ պայքարը դրա համար է։ Եվ գուցե ամփոփելով, վաղ արդեն նոր տարի է, առիթ գուցե չլինի հանդիպելու, Մեր հայրենակիցներին ես ուզում եմ վստահեցնել, որ եթե մենք իրար հետ ճիշտ ձևով աշխատենք, մենք հաստատ հասնելու ենք մեր ուզած Հայաստանին, բոլորիս, բոլորի հետ շփվում ենք, շատերի հետ շփվում ենք եւ տեսնում ենք, որ համարյա թե բոլորի կարծիքը Հայաստանի ապագայի հետ կապված նույնն է եւ մենք այդ ապագային բոլորս իրար հետ պետք է հասնենք աշխատանքով եւ պայքարով, ակտիվ պայքարով, որպեսզի կարողանանք վաղը մյուս օր մեզ համարենք ուժեղ երկրի քաղաքացի եւ վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը կկարողանա մեզ տա այդ իրավունքը, որ մենք մեզ համարենք նրանով, նրա հետ մեր հասարակությունը կկարողանա հասնել դրան։